Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք ողջունել բոլորիդ եւ իհարկե մաղթում ենք առավոտից միմիայն հաճելի լավ տրամադրություն, թեպետ մի քիչ եղանակն այդքան տրամադրող չէ, բայց այդուհանդերձ հիշեք մի կարևոր բան, որ լավ տրամադրությունը ստեղծում ենք ինքներս։ Ստեղծում ենք մեր մտքերով, մեր երազանքներով, մեր ջերմ խոսքերով եւ իհարկե ճիշտ ու լավ երաժշտությամբ։ Երաժշտական առավոտն է սկսվել հանրայինի ուղիղ եթերում հարգելի ռադիոլսողներ եւ մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել, դրա համար պարզապես անհրաժեշտ է մուտք գործել armradio.am կայք, դիտել կոճակը սեղմել կամ այլ տարբերակ էլ կա, մուտք ենք գործում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, հայատար գրում ենք, եթե դեռ միացած չեք մեր էջին այդ սխալը անհապաղ ուղեք եւ իհարկե հետեւում եք on-line հարթակի միջոցով այսօրվա մեր արտիստներին, այո, ես այդպես կանվանեմ, եւ առավել քան շռայլ եք լինում ծափահարություններով, սրտիկներով, ջերմ խոսքերով, այնպես որ սպասում եմ ձեր ակտիվ մասնակցությանը, իսկ ես Լուսինե Մուրադյանն եմ եւ այսօր ձեզ հետ եթերում կլինեմ միայն ես։ Եվ այսպես, կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի ներկայացնեմ իմ այսօրվա հյուրերին, նրանք հյուրեր չեն, նրանք հանրային ռադիոյի լիիրավ բնակիչներն են, այո, եւ նրանք մեծանում են մեր աչքերի առաջ։ Երեք տեսնում ենք փոքր երեխա էր, այսօր տեսնում ենք բավականին հասուն է, պատանի է, այնպես որ շատ հաճելի է եւ կարող ենք ասել բոնուսով տոնում ենք այսօր հունիսի 1-ը, որովհետեւ գիտեք, որ արդեն գեղեցիկ ու հաճելի ավանդույթ է դարձել հունիս 1-յան մեր թողարկումը նվիրելով փոքրիկներին, այստեղ հրավիրել Արևիկ մանկապատանեկան անսամբլի սաներին, հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլն է մեր հյուրը, որի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։ Ես ասում եմ բարի լույս բոլորին։ Բարի լույս։ Այո, եւ այստեղ է նաեւ ամբողջ դասախոսական անձնակազմը, նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի երեխաները փայլուն ելույթ ունենան, եւ ես կխնդրեմ, որպեսզի Վահե Հայրապետյանը ներկայացնի իր սիրելի եւ անփոխարինելի գործընկերներին։ Սիրով, շնորհակալություն հյուրընկալելու համար այս տաղավար մեզ շատ հաճելի եւ նաեւ երաժշտական առավոտ հյուրընկալելու համար ես ուզում եմ սիրով ներկայացնել ինձնից աճ նստած է մեր վոկալի մասնագետը Նայրա Մելիքյանը, իսկ ինձնից ձախ մեր պարուսույցը կամ բեմական մասի պատասխանատուն Ալինա Միքայելյան։ Ձեզ ասում ենք բարի լույս, ողջունում ենք, ծանր գործ եք անում երեքով չէ 4-ով, Քրիստինային էլ ողջունենք, ադմինիստրատորին, որը կարգավորում է ամբողջ ձեռքով ենք անում Քրիստինային, այո։ Քրիստինա Կարապետյանին։ Եվ իհարկե տեսնում եմ, որ անդադար սերնդափոխություն է տեղի ունենում, թեպետ ասացի, որ մեր աչքի առաջ են մեծանում, ամեն օր նրանց տեսնում ենք, բայց այսօր երբ նրանք մտան, սկզբից մտան փոքրերով, ասի, «Վաու, այս ինչ շատ փոփոխություն է տեղի ունեցել», կարծես ավելի ակնհայտ է մեր նախորդ եթերից հետո, հստակ տեսնում ենք սերնդափոխություն, փոքրիկները շատացել են, նորերը շատ են, հա։ Թել նոր չեն, մենք ենք այդպես անվանում։ Եվ նոր են, եւ նոր չեն։ Մեզ համար այլևս նոր չեն, միգուցե ռադիոլսողների կամ հեռուստադիտողների համար նոր են, որովհետեւ այո, նոր են մուտք գործել, բայց մենք արդեն հասցրել ենք ահագին ճանապարհ անցնել փոքրիկների հետ։ Բացի դրանից դե Արևիկը միշտ է սերնդափոխության մեջ է եղել, որովհետեւ մեծանում են, ընտրում են իրենց նախընտրելի ճանապարհը, գնում են այլ ուղղությամբ կամ գնում են երաժշտական, բայց արդեն մեծ դեպի երաժշտական ուսումնարան, այնուհետև կոնսերվատորիա, այնպես որ դա շատ բնական երևույթ է, այդպես էլ պիտի լինի։ Սովորել եք, թե դժվարությամբ եք բաց թողնում երեխաներին, որ ձեր աչքի առաջ են, այդքան ամակ եք դրել, տատիկս կասեր, Նայրա Ռեզինիկով նախընտրեմ։ Իհարկե ծանր է, բայց ստիպված ենք, որովհետև կյանքա պետք է գնա, նորը գա, բայց կապը կա, բնականաբար մենք հանդիպում ենք, իրեն գալիս են, շատ հաճախ են գալիս, մեզ տեսնելու ու իրենց մեծավար են պահում։ Իբր մենք այստեղից էինք, արդեն մեծ ենք։ Ես նաև նկատել եմ հետաքրքիր մի բան, որ հները որ գալիս են, կարծես մյուսների համար տոն լինի, հա, ճիշտ եմ նկատել, այսօր գալու են մերոնք։ Իրենց համար արդեն տեսել են, իրենց թե աֆիշաների մեջ, թե նկարահանումների մեջ տեսել են իրենց համար ինչ-որ հեղինակություն։ Այստեղ կա փոքրիկ, որ օրինակ առաջին ելույթն է, թե ոչ։ Ով է առաջին ելույթը այսօր։ Երևի թե ոչ։ Ահա ունենք։
Արինան։ Դե Արինան։ քեզ բարի ճանապարհ ենք մաղթում, վստահ եմ, որ հաջող է ընթանալու երաժշտական ճանապարհը, որովհետև սկսում ես հենց այս լեգենդար ստուդիայից ելույթներդ։ Հա, սա շատ կարևոր է, չէ՞։ Այստեղ մենք միշտ խոսում ենք նաև նրա մասին, որ երաժշտությունը շատ լավ է, վոկալը շատ լավ է, բայց ժամանակները նաև թելադրում են իրենց պահանջները եւ ավելի դիտարժան է դառնում կամ ավելի պահանջված են դառնում այն երգիչները, երգչուհիները, որոնք միաժամանակ կարողանում են նաև շարժվել։ Իսկ դա այդքան էլ հեշտ բան չի, թեպետ փոքրիկների մոտ ավելի հեշտ է, չէ՞, ստացվում Ալինա։ Հա, կա նման բան։ Երկար մտածեցիք, սխալ եմ։ Դե փոքրիկների համար այս ճանապարհը նոր է ու իրանք դեռ նոր են մտնում այս ամենի մեջ, դրա համար կա դժվարություններ, մեծերը օգնում են, բայց հաղթահարում են։ Բայց ճկուն են ավելի, չէ, ու իրենք ավելի հեշտ են վերցնում սպունգի պես, գիտելիքը։ Շատ։ Որքան ժամանակ է պահանջվում, օրինակ, շատ արագ ելույթ պիտի լինի, ու դուք ստիպված եք շատ արագ ինչ-որ բեմադրություն անել, որ երեխաները ուղղակի չկանգնեն, այլ շարժվեն։ Մոտավորապես որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի երեխաները ամբողջությամբ վերցնեն։ Դե Նստի։ ասեմ, որ Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակի նվիրված մենք ունենք համերգներ Ստեփանավանում եւ Լոռիում։ Մենք դրա մասին խոսելու ենք, Ստեփանավանում եւ Սպիտակում, որ պատրաստվել ենք ընդամենը 20 օրում։ Այդքան կարճ ժամանակը եղել ու երեխաները կարողացել են ամեն ինչ անել։ Ինչ անենք, սկսենք արդեն համերգային ծրագիրը, արդեն տևական ժամանակ է խոսում ենք 8 րոպե, քիչ ժամանակ չի։ Ինչպես միշտ Վայ Հարապետյանը բերել է նաև ինձ համար խոսակցական լեզվով ասած շպարգալ կա, որպեսզի ես էլ ունենամ իմ առաջի դրված այնքան հետաքրքիր երգեր եք ընտրել։ Միանգամից նայեցի, որպեսզի հասկանամ այսօրվա երգացանկն ինչպիսին է։ Միանգամից աշխուժացնում եք էլի։ Բայց առավոտ շուտ, հատկապես շաբաթ առավոտ ժամին այդքան մի նայեք, հանգստացեք, եթե ունեք այդ ճոխ հնարավորություն էլի։ Շատ լավ է։ Աշխույժ ժամացույց, այո, առավոտյան իհարկե եւ ժամացույցն է մեզ արթնացնում եւ տնեցիք են մեզ արթնացնում, Նյարդայնացնում, այո, երկուսն էլ, նյարդայնացնելով այո։ արթնացնում։ Այս անգամ աշխույժ ժամացույցը ուղղակի լավ տրամադրություն է Ընդ է տալիս վայելենք։ մեզ։ Երաժշտություն Ալբերտ Հակոբյանի, խոսք Սիլվա Կապուտիկյանի։ Իմիջիալոց ասե, որ այս երգը պրեմիերա է։ Օ, մեզ մոտ է փաստորեն Այո, առաջին այո, անգամ այո։ հնչելու, վայելենք։ Համեցեք։ Ես ակում եմ շարունակ, ես պետիկ եմ սենյակում, մի ժամացույց եմ արդուն։ Տիկ-տակ, 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 ամբողջ գիշեր թակ-տիկ-տակ, ուշադիր ու խորամանկ, հսկում եմ ես պետիկին, որ արթնացնեմ ճիշտ ժամին։ Ես ասում եմ պետիկ ել, իսկ նա չի ուզում ելնել, ես արկում եմ 7-8-9 դպրոցի զանգներ տվին։ Վար Տիկ-տակ, 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 տիկ-տակ Պետիկ ինչու չարթնացար, դպրոցից դու ուշացար, չլսեցիր իմ ձայնին, ինչքան վատ ես այս պահին Մեր եթերում ծափահարություններ են հնչում, շնորհակալություն արթնացնելու համար։ Կարծում եմ այս երգը այնպիսի երգ է, որ անունը կարող ենք փոխել պետիկի ու մեր շրջապատում ունենք հաստատ հարազատներ, բարեկամներ, որ այս իրավիճակն է ու երգը լսելուց միանգամից տեսարան է հայտնվում, աչքերիդ առաջ տան
միջանցքներով ինչպես են վազում տան անդամները, որովհետև ամեն մեկը միտեղ շտապում է։ Շնորհակալություն հիանալի կատարման համար, սիրելի արևիկցիներ, եւ այնքան հաճելի է, որ երեխաները ելույթ են ունենում ու դու ստանում ես նրանցից մանկական էներգետիկա, արևային լուսավոր ջերմ էներգետիկա, որը մաքրություն է իր հետ բերում։ Սա նաեւ խոսում է նրա մասին, որ ճիշտ ընտրված երգեր են, երեխաները հասկանում են ինչի մասին են երգում, չէ՞։ Երգը երբ նոր եք ընտրում, պիտի սովորեցնեք երեխաներին, Այրազինիկովնա, ինչ որ բացատրական աշխատանք կատարվում է, որպեսզի ամբողջությամբ հասկանան հուզականությունը, տրամադրությունը եւ կարողանան ոչ միայն պրոֆեսիոնալ կատարել երաժշտական առումով, այլև զգալով, ընկալելով ինչ են երգում։ Բնականաբար նախ խոսքերն են բացատրում, եթե տեքստի մեջ լինում է որոշ բառեր, խոսքեր, որը բարդ են ընկալելու համար, տարիքի հավապատասխան, նախ տեքստը, հետո ոճային առումով, որտեղ մենք տարբեր երգեր ենք երգում, տարբեր ստեղծագործություններ, տարբեր ոճերի, ժանրերի, այդ պատճառով եւ ժանրի սպეციფიკան է նախ բացատրվում, մոտեցնում ենք իրենց այսպես ասած մեկ բան կուզեի ավելացնել Գերալինայի հարցից, հա, որ դուք ասեցիք, ես ուզում եմ ավելացնել, որ մեծ կոորդինացիա է պահանջում պարը եւ երգեցողությունը, որովհետեւ մեր պարերն էլ արդեն բավականին բարդ են ու այդ կոորդինացիան եւ շնչառական առումով, հա, եւ խոսքերը, այսինքն երեխան պետք է նախ եւ շարժվի եւ ճիշտ խոսքերը, ճիշտ շնչառությունը լինի, հա, բոլոր այդ կոմպլեքսի մեջ պետք է սինտեզավորվի եւ կոորդինացիայի խնդիրներ որպեսզի չլինեն, պետք է պարապեն բավականին լավ ստացվում են։ Հիանալի է, բարդ գործընթաց է իհարկե, բայց կարծում եմ 3-ի տաժանակիր աշխատանքի արդյունքն է։ Իդեպ հետաքրքիր մի բան էլ արձանագրեմ եթերներում, երբ գալիս են կոլեկտիվներ, որտեղ կան երեխաներ, միշտ ծնողները, բարեկամները ակտիվ սկսում են մեկնաբանություններ գրել, երևի թե բացառություն է այսօր, որովհետև մեր ռադիոլսողներն են շատ ակտիվ դեռ, ԽՑԲ-ն դեռ չի արթնացել։ Մամային, պապային չեք ասել, որ դուք եթեր եք, չեմ հասկանում։ Ասել եք, չէ, բայց չեն գրում։ Զարմանալի է լավ առումով, որ մեր ռադիոլսողներն են նախ եւ առաջ ջերմ ողջույններ Էդիկ Պապուջյանին, ծաղիկներ է ուղարկել ձեզ, սիրելի փոքրիկներ։ Արմեն Աբրահամյանն է բարի լույս ասում բոլորիդ եւ ողջունում է Վանատուրից։ Արտակ Մխիթարյանն է ջերմ ողջույնում, Մագա Դարչինյանը համբույրներ է ուղարկում ձեզ, Արմեն Աբրահամյանը ծաղիկներ է ուղարկում, Գարիկ Գասպարյանը ջերմ ողջունում է բոլորիդ սրտիկներով։ Հիմա գնանք մեր ռադիոլսող Կարինե Մկրտչյանի մեկնաբանությունն ընթերցելուն։ Բարի լույս բոլորին, բարի առավոտ փոքրիկ արևներին, դուք շատ գեղեցիկ եք, ես արդեն նկատեցի ձեր արևաշաղ ու լուսավոր օղի եմ մաղթում, փոքրիկ հրաշքներ, ինձ թվում է ձեզպես գեղեցիկ երգելու եք, այո, հենց այդպես էլ կա, Վարդեր է ուղարկել ձեզ։ Արամայի Սահակյանն ասում է բարի երաժշտական առավոտ, Արևիկը մեր երաժշտական դարբնոցն է, կանաչ ճանապարհ մեր Արևիկին եւ իհարկե ծափահարություններ արդեն ունեք մեր ռադիոլսողների կողմից, մեր կողմից եւս, այսպիսի մեկնաբանություններ հենց ռադիոլսողներից։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր։ Դարբնոցի պահով ինչ կասեք։ Դարբնոցի պահով, դե մենք դարբինն ենք, ռադիոն էլ դարբնոցն է։ Ռադիոլսողի մեկնաբանություններ սա եւ բավականին հետաքրքիր է։ Այ հենց դարբնոցի պահով եմ ուզում մի քիչ ավելի։ Տեսեք, մի կողմից վոկալ, մյուս կողմից պար եւ երրորդ կողմն էլ կա։ Երրորդ կողմը դա այն է, այո, քանի որ մենք ռադիոյի խմբերից ենք, գեղարվեստական, երեխաները հենց իրենք էլ վարում են իրենց համերգները։ Մեր գործը մեր ձեռքից տարել եք, դե հիմա այդպես է պատահել, ինչ անեց։ Սերունդները պիտի հաջորդեն միմյանց։ Ես կասեմ, կավելացնեմ, ոչ միայն վարում եք ձեր համերգները, այլ խոսենք նաև դրա մասին։ Մի տեսակ համերգները դարձնում եք ներկայացում բեմադրությունների եւ ընթացքում ռեպլիկների միջոցով, որը եւս շատ կարեւոր է եւ շատ հաշվարկված են այդ ռեպլիկները, դրանք ամբողջացնում են եւ մի տեսակ տարբեր երգերի միաձուլումը ստացվում է մյուզիկլի պես մի բան։
Հա, չնայած մյուզիկլներ Դրանք որպես տարբեր այդպիսին են, մենք իհարկե, ունենք, բայց համերգայինը Զուտ էլի համերգ չի, կա։ էլի չեն Այո, բարձրանում հա, իջնում։ իսկ այժմ ելույթ կունենա, հա, այդպես։ Չէ, մանավանդ որ մանկական համերգ է։ Իսկ մանկական համերգը պիտի հետաքրքրի 2-ից մինչև 102 տարեկան բոլոր մարդկանց, հա, այսպես ասեմ, կամ 1-ից մինչև 102։ Չէ, եկեք ուղակի մինչև 102 ասենք։ Սա ավելի ազնիվ կլինի ինձ թվում է։ Բանավան որ փոքրիկ բալիկներն են, չէ, կարող են լսել մեզ։ Ահա։ Դե դա բնական է, այդպես էլ պիտի լիներ։ Դե Արևիկը միշտ էլ բազմապրոֆիլ աշխատանք է միշտ տարվում այստեղ։ Դա Առավել ակնհայտ երևաց դա հոբելյանական համերգի ժամանակ։ Այո, երբ բոլորիս համար էր անակնկալ, երբ նրանք ուղակի դերասաններ են, արտիստներ, պատրաստում են ապագա արտիստների, որ նաև խոսքի խնդիր չլինի փաստորեն։ Հա, ոչ միայն խոսքի խնդիր չլինի, նաև կարողանան բեմից շփվել հանդիսատեսի հետ, դա շատ կարևոր է։ Այսինքն վերանում են նաև կոմպլեքսները։ Այո։ Որպես կանոն մենք գիտենք շատ մարդկանց ասում են վայ, չէ, ես վախենում եմ տեսախցիկից, ես վախենում եմ բեմից, հանդիսատեսից։ Այս պարագայում կարող ենք ասել, որ այդ խնդիրը հենց փոքրուց վերանում է։ Հանում ենք երեխաների միջից։ Պարով, երգով, խոսքով, Անմիջականությամբ, շփումով։ Թամարի Կարաքելյան Պաչիկները ուղարկում, Կարինե Մկրտչյանն ասում է, այո, փոքրիկներ, դուք շատ գեղեցիկ երգեցիք, միշտ առաջ, միշտ ջպիտով, երգը թող ձեզ ուղեկից լինի ամբողջ կյանքում։ Իրականում այո, երգը ուղեկից երբ լինում է ամբողջ կյանքում, ճիշտ երգը, այս պարագայում նաև մնում ես հավերժ երիտասարդ։ Այո։ Ձեր թույլտվությամբ եկեք մի երգ լսենք, հա։ Եկեք լսենք, ինչ ենք լսում։ Հա, հեքիաթների գիրքն է։ Հաջորդը Մեղուների երգն է։ Հա, վայ, խառնեցի, տեսակ։ Հաջորդը Մեղուների երգն է։ Ես հիշում եմ բզբզում են, լավ չէ։ Այո, բզբզիկները։ Բզբզիկները, փոքրիկներն են։ Այո, այո։ Դե Մեղուները փոքրիկ են, չէ, պստիկ են իրենք։ Եվ ասեմ, որ քանի որ արդեն վաղուց սեզոնը սկսվել է, մեղուների աշխատանքի, մենք էլ վաղուց մեր մեղուներն ունենք, ովքեր աշխատում են, եւ ինձ մնում է միայն ավելացնել մեղուների երգ, երաժշտություն Ալբերտ Հակոբյանի, խոսք կրկին Սիլվա Կապուտյանի։ Դե լավ, գնանք բզբզանք։ Գնացինք։ Ու այստեղ բազմաթիվ ծափահարություններ են հնչում ձեզ համար, բրավո։ Լավ էլ բզբզում էին փոքրիկները, ես ասեմ, բավականին հաջող էր լսվում, շնորհակալություն ենք հայտնում, իսկապես շատ հաճելի էր։ Եվ այստեղ Կարինե Զաքարյանն ասում է՝ բարի լույս, սիրելի արևիկցիներ, ձեզ բարի եթեր, շնորհակալություն։
ոնց որ թե ծնողները արթնացել են քնից, սկսեցին արդեն միանալ եւ հետեւել։ Շնորհակալություն։ Այստեղ նոր երեխան երբ հայտնվում է արևիկում, ինչ շատ հետաքրքիր է, ինչ մեխանիզմներ ունեք երեխային ավելի արագ ու հեշտ ինտեգրելու, ադապտացնելու, կոլեկտիվ մտցնելու, որովհետեւ ի վերջո սա կոլեկտիվ աշխատանք է։ Փոքրիկներն էլ իրենց բզիկներն ունեն կոլեկտիվ աշխատանքում, այ ոնց է կանում, որ ավելի արագ է լինում այդ ընթացքը եւ ավելի փափուկ։ Իրականում Լուսինե ջան, դուք ինչպես նկատեցիք, նոր բալիկներ ունենք, ու շատ հետաքրքիր է, որ շատ արագ են իրենք ինտեգրվում, մտնում են, արդեն գիտեն ինչ է իրենցից պահանջվում։ Այսինքն եւ արտիստիզմը եւ այդ նույնիսկ երեխաներ կան, ասում են ոնց որ մեր դյուրասելչիկները լինեն, բատարեյկաներն են, այնքան ակտիվ են, երբ նոր են, ինչ որ մի բան կարող է ինտոնացիայով կամ ինչ որ ռիթմիկ, կամ ինչ որ մի բան երգեցողության մեջ այն չլինի, բայց վիզուալ եւ այդ աշխատանքը էներգետիկան այնքան շատ է, որ չգիտեմ, իրեն այդ շարմով ամեն ինչով գրավում ու միանգամից ինտեգրվում են։ Արագ սովորում են երգերը եւ մնում է արդեն process-ը, սովորելու process-ը, Մեծերը ինչ են անում, որ հեշտ լինի, այ ոնց է։ Շատ հետաքրքիր թիմային աշխատանք է կատարվում արևիկում, խմբում հենց ներսում, որ մեծերը օգնում են։ Մեծերը սովորեցնում են ու արդեն այդպես ոնց որ Ավանդույթ է։ Այո, նույնիսկ որ խնդրում եմ օգնի, իրենք առանձին առանձնանում են եւ սովորեցնում են, օգնում են բարավ։ Այսինքն այստեղ եկանք մի հետաքրքիր փաստի, որ ոչ միայն երգեցողություն, արտիստիզմ, բեմ, այլև մարդկային որակներ, օգնելու, ընկերանալու, ես նաև նկատվում թե ինչքան մտերիմ ընկերներ կան այստեղ։ Ձևավորվել է գեղեցիկ ընկերություն։ Մայստրո։ Այո։ Եվ ձեզ համար առաջնային է նաև չէ միջավայրը, որը պետք է լինի շատ առողջ, ընկերական, ով է ամենաչարաճճին։ Թող ձեռք բարձրացնի այն երեխան, ով մտածում է, որ ինքն ամենաչարաճճին է։ Բոլորով ձեր բարձրացեք։ Անկեղծ է, խնդրեմ։ Ահա։ Հա, ձեզ մոտ այդպես է, հա, բոլորը չարաճճին են, հա, այսպես, կամած, աստորեն։ Այսինքն չարաճճիների հետ գործ ունեք, դժվար չի։ Նորմալ է, իհարկե։ Երեխան պիտի չարաճճի լինի, երեխան պիտի ակտիվ լինի, պիտի կարողանա իրեն դրսևորել, պիտի չամաչի իր խոսքը ասելուց։ Դա շատ կարևոր է։ Այսինքն ձեզ մոտ դեմոկրատիա է։ Որոշ չափով, հա, եթե կարելի է այդպես ասել, բացի դրանից այսպեսի մի շատ կարևոր հանգամանք կա, առողջ մրցակցության հանգամանքը, հա, այսինքն այստեղ մենք որևէ մեկին չեն գերադասում որևէ մյուսից, ինչի համար, որովհետև դա շատ սխալ մոտեցում է։ Ես ոչ մեկին անուն չեմ դնում, բայց այստեղ ամեն մեկն իր տեղն ունեն։ Հա, բոլոր երեխաները ունեն իրենց ուրույն տեղը եւ ոչ մի երեխա մյուսի տեղը ուղակի չի կարող զբաղեցնել։ Անհատներ են նաև մեծանում, բայց մի հետաքրքիր բան մտքովս անցավ, մենք հայերս այդ գերխնամքի պատճառով, որ մենք մեր երեխան ճոցնում ենք, մեզ թվում է, որ մեր երեխան ամենան է, իրենից այն կողմ չկա, հայտնվում են որևէ կոլեկտիվում, երեխան չի լինում ամենալավ, որովհետև լավից լավը կա, վատից վատը կա եւ պետք չի համեմատվել։ Այս պարագայում, բայց ինքը միևնույնն է չի հանձնվում, ինքը որոշել է, որ իր երեխան ամենալավն է։ Դուք ազնիվ չեք։ Ձեր պարագան չի, ընդհանուր եմ խոսում, սա տեսնում ենք։ Ինչպես է կարողանում ծնողի հետ աշխատանք տանել, որպեսզի գանք եւ հասնենք նրան, որ ամեն երեխա իր ուրույն տեղում է։ Աշխատանքով։ Միայն աշխատանքով, այսինքն երբ երեխան դուրս է գալիս բեմ կամ դուրս է գալիս համերգի, դուրս է գալիս ձայնագրության, տեսագրության, արդեն երևում է ով է, երևում է ինչքան է աշխատել եւ երևում է ինչքան է երեխան մարսել մեր տվածը, դա շատ կարեւոր է։ Եվ հետո բացի դրանից մենք էլ ենք տեսնում ինչ որ բան շտկել է պետք կամ ինչ որ բան քչացնել է պետք միգուցե կամ շատացնել է պետք եւ այլն, այսինքն շատ մեծ աշխատանք է դա եւ գիտեք դա մի օրվա չի, մի շաբաթվա չի, մի ամսվա չի։ Դա անընդհատ process է։ Եվ նաև պետք է հաշվի առնել երեխան չկոտրվի այս պարագայում, որովհետև նրան համոզել են, որ ինքը Գիտեք, բոլոր ծնողների համար էլ ցանկացած ծնողի համար իր երեխան ամենան է։ Դե այո։ Բայց դրա համար կան մասնագետներ, չէ՞։ Երբ որ երեխային բերում են ինչ-որ միտեղ,
պետք է նաև այդ մասնագետին մեծ Վստահություն նկատի վստահեն եւ ասեն ահա իմ երեխան եւ ստացին այն ինչ կարող է ստանալ։ Եթե եկել է երեխան, արդեն պիտի արդեն այստեղ շատ կարևոր է նաև նմանատիպ համատեղ գործակցությունը, չէ՞, երևի։ Այո։ Եվ պատկերացրեք, երբ որ գալիս ենք դասի, մի ինչ ասեմ, պիցի մինուտ կա ասեմ, ձիսի մինուտ կա ասեմ, թե պիտնացի մինուտ կա ասեմ, դա շուտ հավաքում ենք մի հատ իմի ենք բերում այդ օրվա մեր անելիքը, ասելիքը, գնալ, գալ եւ այլ, ու նոր մտնում ենք դասարաններ։ Իսկ եղել է դեպքեր, երբ երեխան եկել է բավականին լավ տվյալներով, բայց մի տեսակ չի կարողացել ադապտացվել, իրենը չի եղել եւ ինքնաբերաբար գնում են, հա, այդ բառակայում։ Այո, ինքնաբերաբար դուրս են գալիս, մենք ունեինք նման երեխա, տղա երեխա, ափսոս, ես շատ եմ ափսոսում, որ ինքը ուղակի, չգիտեմ, թե ծույլության պատճառով, թե ուղակի Հայ միջալուց է սերունդը ծույլ է։ այս սերունդը եւ ծույլ է եւ ծույլ չի, խնդրեմ։ Ասեք։ Այս սերունդը եւ ծույլ է եւ ծույլ չի միջալուց, ասեմ։ Չէ, ինձ թվում, որովհետև ժամանակի ընթացքում, այսինքն ժամանակները մեզ թելադրում են, որ առաջ գնանք, իսկ երեխաները այդ ժամանակի մեջ են մտնում ու իրենք էլ իրենց գործով ապացուցում են, որ չեն կարող տեղում նստել կամ տեղում կանգնել, առաջ պետք է շարժվենք։ Իրենք էլ սենց ամեն օր, ամեն պահ մեզնից պահանջում են, որ մենք տանք, իրենք վերցնեն։ Երեխեք հիմա ձեզ եմ հարցնում, ընկեր Ալինան չի լսում։ Խիստ է ընկեր Ալինան։ Չէ՞։ Չեմ հավատում։ Ես ինքս չեմ հավատում։ Բան Այրազինիկովնան։ Չէ, խնդրեմ։ Ուրիշ բան եմ ուզում ավելացնել, ձեր հարցին։ Հսկայական աշխատանք է կատարում բալիկները, իրենք թողականջները փակեն, բայց իրականում այս կարճ ժամանակում այդքան երգ սովորելը հեշտ չի մանավանդ փոքրիկների համար, նոր եկած բալիկների համար, որ համարյա թե ամեն օր կամ 2-3 երգ, չէ, մինիմում 2-3 նոր երգ իրենք պետք է հաջորդ դասի համար պատրաստեն, ճիշտ է, ապրեք բալիկներ, բայց դա է մեր պահանջը, դա է ստիպում։ Մեր ծրագիրը դա է։ Իսկ ո՞նց է անում, որ երեխայի մոտ այդ աստղայինը հանկարծ չտանի։ Մենք գիտենք, որ որովհետև ամեն օր պահանջները շատանում են։ Հա, խեղճերին այնքան եք ճնշում, չեն մտածում։ Ճնշում, հակառակ աճում են։ Այստեղ բազմաթիվ մեկնաբանություններ են ավելացել։ Գոհար Գուրջյանն ասում է բոլորդ շատ լավն եք, բոլորիդ կանաչ ճանապարհ։ Մարգարիտա Առաքելյանն ասում է ինչպես միշտ փայլում են թե ուսուցիչները, թե արևիկցիները, եւ թե մեր գեղեցկուի հաղորդավարին շնորհակալություն։ Մագա Դարչինյանն ասում է բարի լույս ջերմընտանեկան միջավայր է արևիկում, բոլոր արևիկցիներն իսկական հրաշք են, լույսի շողեր, հա տեսնում ենք իսկապես լույսի շողեր են եւ կարծում եմ ճիշտ ժամանակն է լսենք հաջորդ կատարում, հա։ Այո, հեքիաթների գիծ խնդրեմ։ Մեծիկները մոտեցան փոքրիկներին, ըհը։ Իսկ այս մեծիկները ժամանակին փոքրիկներ էին, մեր աչքի առաջ մեծացած այնքան աստղեր կան, որ հիմա զարդարում են մեր հայկական էստրադան։ Մեր աչքի առաջ մեծացած երեխեքն են։ Գնացինք։ Հեքիաթների գիրք, երաժշտությունը Արամ Սաթյանի, խոսք Կարո Վարդանյանի։ Այս գրքում այնքան հեքիաթ կա շատ գույներ, բայց ալույսով լի է մի բարի կնքուշ փերի։
Կրկին ծափեր են հնչում մեր եթերում, շնորհակալություն հեքիաթային տրամադրություն փոխանցելու համար։ Ինձ ուրիշ բան էլ է հետաքրքիր, երբ ես նայում եմ, հա, այսպես համերգներին, ելույթներին, ուսուցիչների վարքագիծը կուլիսներում, իրենք կարողանում են այդ պահեն ձեզ այդ կոնտակտ կոչվածը, եւ որովհետեւ տեսնում եմ էլի, հենց սկսում են երգել, դուք միանգամից ուղիղ մտքով ամեն ինչով տեղափոխվում եք այնտեղ, որպեսզի կարողանաք ղեկավարել ամբողջը, տեսնեք ամեն ինչ կարգին է թե ոչ։ Կոնտակտը ինչպիսին է լինում։ Դե կուլիսներում ամեն կուլիսում մի հոգի կանգնած է անպայման։ Դե հա։ Չհաշված որ նաև մենք ունենք այս ամբողջը կոորդինացնողը, հա, մենք արդեն ասացինք Կրիստինա Կարապետյանի մասին, ով մեզ շատ մեծ օգնություն է ցուցաբերում բոլոր հարցերում։ Դե բնական է, մենք ամեն նոտայի հետ, ամեն խոսքի հետ, ամեն շարժման հետ մենք ապրում ենք։ Ավելի եք հուզվում, քան երեխաներին, ինչ եք կարծում։ Բնականաբար, մենք ավելի ենք հուզվում եւ ավելի շատ ենք էմոցիա օգտագործում, հա, երևի այդպես ասեմ, ավելի շատ էմոցիա գնում մեզանից, քան երեխաներից, որովհետեւ երեխաները արդեն բեմում են։ Իսկ մենք համ մեր տեղն ենք, համ երեխաների տեղն ենք։ Իմ ուսուցիչներից մեկը մի լավ բան էր ասում էր, փորձի ժամանակ ձեզնից ակնկալում եմ 200%-անոց արդյունք, որպեսզի բեմում 100-ն ապահովեք։ Այո, բեմը ինքը մեծ խոշորացույց է։ Ցանկացած եւ ոչ միայն բեմը, նաեւ ստուդիան, նաեւ ձայնագրման ստուդիան, դրանք մեծ խոշորացույցներ են, այսինքն 200% պիտի պատրաստ լինես, որ գոնե ես մի քիչ ավելի քիչ եմ ասում եմ 80% գոնե կարողանաս ցույց տալ։ Հա, ավելի իրատեսական է։ Հա, այստեղ, ահա Հաջան չեք հուզվում։ Չէ, ինքը չի չեմ հուզվում։ Ես չեմ հուզվում, գիտեք, ես հուզում եմ process-ը, աշխատանքի ժամանակ։ Այսինքն, երբ որ ծրագիրն է ընտրվում, երբ որ այդ process-ն է գնում աշխատանքային, իսկ բեմի վրա ես վստահ եմ արդեն, որ իրենք կարող են։ Հա, ես երբեք չեմ մտածում, որ կարող է ֆալշ անեն։ Ես գիտեմ, որ իրենք հավաքվելու են եւ ամեն ինչ ճիշտ է արվել, հա։ Պատրաստ են, իրենք գիտեն, ես վստահ եմ, չգիտեմ։ Ընկեր Ալինա, դուք վստահ եք, որ իրենք բոլոր շարժումները ճիշտ են անելու։ Ես վստահ եմ, որ իրենք ճիշտ են անելու, բայց եւ այնպես պատասխանատվությունը կա ու ես հուզվում եք։ Ի տարբերություն Նայա Ռազնիկովնայի, հա, որովհետեւ այնտեղ յուրաքանչյուրի համար եմ ես պատասխանատու։ Բեմում երեխաները ամեն մեկն իր համար, իսկ ես բոլորի, նույնը պարոն Հարապետյանը, Նայա Ռազնիկովնան, բայց չգիտեմ ոնց հաստատվում, որ Նայա Ռազնիկովնան։ Իսկ Նայա Ռազնիկովնայի փորձառությունն է։ Process-ը, երբ որ աշխատում եմ, ես գիտեմ ամեն ինչը ինչպես անեմ, որ լինի, իսկ վերջում ես գիտեմ, որ չի կարող չլինի։ Լսեցիք, չեք կարող լավ չներկայանալ։ Ուրիշ տարբերակ չունեք, չկա այդպիսի բան։ Չեմ կարող, չկա։ Ես այսօր ջղային ճոճան եմ, էլի։ Երեխաները առհասարակ կարծում եմ բոլորն են այդպես, որ համերգին հենց հավաքվում են, հենց իրենց ելույթին արդեն իսկ իրենք տալիս են այն մաքսիմալը, որը որ պատրաստել էին, բայց փորձերին, հա, շատ sense բան ենք էլի լինում, չգիտեմ, իմ մոտ ամեն դեպքում հուզմունքը կա վերին, հա։ Այստեղ Գարիկ Գասպարյանն ասում է ողջույններս պարոն Հայրապետյանին, ընկեր Դայրային ու ընկեր Ալինային, շնորհակալ ենք մեր երեխաների համար այսքան ջանք ու եռանդ չխնայելու համար, այդքան սիրո եւ նվիրվածության համար, ողջույններս ձեզ, սիրելի արևիկցիներ, ողջույններ Թորնիկին Գարիկին է ողջունում։ Արտնացան վերջապես ընտանիքի բարեկամները, հարազատները վերջապես։ Այստեղ հետաքրքիր բան էինք խոսում, լինում են պահեր, երբ նկատում եմ, որ արևիկը չի հասցնում շնչի, որովհետև համերգները իրար վրա են, իրար հետևից են ու շատ տարբեր ոճային առումով։ Ոնց եք կարողանում այնպես անել, որ մի քիչ չհոգնեն, տրամադրությունը տեղը լինի, չթուլանան եւ այսպես հստակ մի հեքիաթից դուրս գան, արագ տեղափոխվեն մյուս հեքիաթ։ Վերջը տրամադրվել է, չէ՞ պետք դրան նաեւ։ Բայց իրենց ով է հարցնում, որ։ Հա, հետո ասում եք ձեզ մոտ դեմոկրատիա է։ Ոչ մի դեմոկրատիա չկա։ Ավելի շուտ ոչ թե ինչ-որ պարտադրաբար դա լինում, դա աշխատանքային process է։ Եվ ի վերջո չմոռանանք շատ կարևոր փաստի մասին։ Արևիկը 48-ամյա մանկապատանեկան պրոֆեսիոնալ կոլեկտիվ է։ Այսքան այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակ ուղղակի չունենք։ Կամ
պիտի անենք, կամ էլ պարզապես պիտի փակվենք, գնանք մեր տներով եւ ասենք հաջողություն Արևիկ, թող գան նրանք, ովքեր կկարողանան այդ ամեն ինչը անել։ Եկեք 2025-ը ամփոփենք, ու հետո անցնենք 2026-ին։ Ինչպիսին էր 2025-ը Արևիկցիների համար։ Շատ հագեցած էր, ինչպես եւ բոլոր մնացած տարիները, մենք ունեցանք մենահամերգ, մեծ մենահամերգ էստրադային սիմֆոնիկ, ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ, կենթանի հնչողությամբ, այո, կենթանի նվագակցությամբ, Երվանդ Եղզենկյանի ղեկավարությամբ նվագախումբը բեմում էր, արևիկցիները բեմում էին եւ ձեր ասած այդ փոքր հետաքրքիր բեմական էլեմենտներով, թատերական էլեմենտներով հագեցած, որը շատ կարեւոր էր։ Ես հիշում եմ բեմից դահլիճից, երբ Նոյը դուրս եկավ, այսպես էին բեմադրել, Արմեն Սարգսյանը այսպես է բեմադրել, որ Երվանդ Եղզեկյանի, Երվանդ Դավիդիչի տեղը դուրս եկավ ինքը եւ սկսեցին, դա ուղղակի ֆուրոր էր ամբողջ։ Եվ ոչ միայն դա, նաեւ մեր երգիչների հետ դուետները, հայտնի երգիչների հետ, գիտեք, Արևիկը ինքը պատրաստ պիտի լինի ցանկացած պահի, ցանկացած տեղում ելույթ ունենալ, մանավանդ որ մեր երգացանկը այսօր հասել է արդեն 180 երգի։ Ո աստվածներ։ Հա։ Իսկ 180 Իրենք երգով բոլորը գիտեն այդ երգերը։ փոքրիկները բոլորը չէ, բայց մեծերից շատերը գիտեն։ Ու իհարկե դուք գիտեք անկիր այդ բոլորը։ Ես այդքան լավ չգիտեմ, երեխեքը գիտեն։ Հետաքրքիր բան ասացիք, կենթանի նվագակցություն, մեծ համերգներ, մեծ բեմեր, ամեն խմբին չի հաջողվում պարբերաբար եւ հաճախ ելույթներ ունենալ Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական բեմում, ֆիլհարմոնիայի մեծ բեմահարթակում։ Այս պարագայում նրանց համար կարծես դարձել է արդեն սովորական մեծ բեմերում ելույթ ունենալը։ Կուզեի խոսեինք փորձառության մասին եւ ասացիք, որ տարբեր հայտնի երգիչների հետ են երգում, այստեղ արտիստին զգալու, լսելու հմտություններն էլ այլ բան են։ Միշտ ասում են ամենադժվարը բեք վոկալն է, երբ զգում ես, պիտի լրացնես, ավելացնես, գույն փոխանցես։ Իրենք բեք վոկալ չեն, իրենք ընդհակառակը։ Նկատի ունեմ ամբողջացնելու մասով։ Հա, ասեմ ավելին, ոչ միայն շատ հայտնի երգիչների հետ են երգում, նաև շատ մեծ արտիստների հոբելյաններին են մասնակցում։ Դա գիտենք, այո։ Հա, իսկ դա արդեն ինստինկտիվ խոսում է նրա մասին, որ խումբը սիրված է, խումբը պրոֆեսիոնալ է, ես չեմ վախենում այդ խոսքից, եւ պիտի շարունակվի, նման ավանդույթները պիտի շարունակվեն, մանավանդ որ տես Լուսինե ջան, ասում ես Սպենդիարյանի անվան օպերային դահլիճ, մեծ դահլիճ Արամ Խաչատրյանի, դա իրենց ոչ թե ինչ որ բան է տալիս, հա, ուսադիրներ է տալիս, չէ, այստեղ փորձառություն է տալիս շատ մեծ, դրա մասին եմ խոսում։ Եվ պատասխանատվություն։ Կարևոր։ Մենք գիտենք, որ բացի նրանից, որ փորձասենյակում կատարվում են փորձեր, բեմադրություններ, վոկալ է դրվում եւ այլն, կարող է մոտավորապես 30%-ով փոխվել այդ ամենը, երբ հայտնվում ես բեմում ու տեսնում բեմի մասշտաբները, օրինակ։ Այդտեղ հաշվարկներ են փոխվում։ Ճիշտ եք։ Եղել են դեպքեր, որ ամբողջ բեմադրված պարային հատվածը դուրս է եկել, որովհետև բեմի սահմանները մեզ թույլ չեն տվել, որ դա իրագործենք։ Այո։ Բայց եւ այնպես եղել են դեպքեր, որ մեզ ասել են, որ բեմը փոքր է, ոչ մի պարային շարժումներ կամ չգիտեմ ինչ որ հատվածներ, հա, պետք չեն, բայց գնացել ենք ու տեսել եք, բեմը փոքր չի, իրենք էին այդպես մտածում։ Արդեն մեր պրոֆեսիոնալ երեխաները արագ-արագ փորձել են կուլիսներում հնարավորինս մեր իմացած շարժումներով համարը ամբողջացնենք, որ այդպես չկանգնենք։ Հա, զուտ չկանգնենք։ Ժամանակները փոխվել են, հա, արդեն էլ հետաքրքիր չի զուտ կանգնելու երգելը, Նայա Ռազինիկովնա։ Նախկինում օրինակ բավարար էր, որ կանգնեին եւ լավ վոկալով երգեին, հիմա կարծես թե փոխվել է ամեն ինչ։ Լուսինե ջան, դուք որպես ծնողել
ինձ այդ համամիտ կլինեք 3 օրինակ ժամը 1:30-ից մինչև ժամը 8-ը մենք աշխատել ենք երեխաների հետ ու դա ու 3 պատրաստել ենք, աշխատել ենք 3 պրոյեկտի վրա, հա, պրոյեկտների մասին խոսենք, այսինքն տարբեր ծրագրեր են եւ ամեն ծրագիր իրեն պահանջ ունի, իրեն ֆորմատը ունի, կան երգեր, որ երեքում էլ կան, օրինակ Արմենիան Արտեմի Այվազյանի ու 3 պրոյեկտներում է տարբեր ձև ենք մենք ներկայացնել, ոչ թե չկրկնվելու համար, կա որ նույնիսկ տոնանությունն է փոխվում։ Նույնիսկ։ Այո։ Չթոշոն է երեխեքի փոխվում, տոնայնությունն է փոխվում, կազմն է փոխվում, նվագախմբի Եվ նաև կա կատարում, որտեղ ավելի ազատ է, կա որ ավելի ստատիկ, ավելի ձիգ կախված գործից էլի ըստ դահլիճի պայմաններից եւ ֆորմատից եւ ասենք որ տեղ ենք մենք դա ներկայացնելու այստեղ Նացածը երևի մանրամասն խոսենք։ Ինձ թվում է հաջորդ երգը որ լսենք դրանից հետո արդեն տեղափոխվենք Հայաստանի մարզեր, որովհետև մեզ շատ հետաքրքիր օրեր են սպասվում։ Այո, այո։ Ինչ ենք հաջորդիվ լսելու։ Հաջորդը էլի պրեմիերա է։ Յա, այսօր պրեմիերաները։ Այսօր 3 պրեմիերա ունենք։ Ինչ հաճելի է, շնորհակալ ենք, որ մեզ պատիվ եք մեզ համար Արդեն բառերն եմ մոռացա, հուզվել եմ, հասկանում եք։ Լավ, լսենք ինչ ենք լսելու։ Գոչվում է Բարև Գարուն, հեղինակ Հռիփսիմե Թայիրյան։ Խնդրեմ։
Կրկին ծափահարություններ են հնչում հատուկ ձեզ համար, սիրելի տաղանդավոր փոքրիկներ, շնորհակալություն հերթական լավ երաժշտական համարը ներկայացնելու համար։ Շատ արագ կարդամ մի քանի մեկնաբանություն, որ չկորեն, հետո կշարունակենք։ Գրետա Պողոսյանն ասում է ողջույն արևիկցիներ, ձեզ ցանկանում եմ մեծամեծ երև նկատի ուներ բեմեր, բոլորդ շատ գեղեցիկ եք եւ անսամբլը եւ մանկավարժական կազմը եւ հաղորդավարուին շնորհակալություն։ Թամարա Միքայելյանն ասում է մեր հրաշքներ փայլեք ու միշտ արևի պես ջերմացրեք ձեր երգերով, իսկ ուսուցչական կազմին խորին շնորհակալություն ու սրտիկներ։ Կարինե Զաքարյանն ասում է այո, երեխաների հետ աշխատելը դյուրին բան չէ, բրավո ձեզ, սիրելի ուսուցիչներ, շնորհակալություն ձեզ ուժ եւ եռանդ մեր երեխաներին կրթելու համար։ Սիրելի երեխաներ, դուք ձեր հրաշալի տեսքով, ձայնով, գույնով, կատարումներով զարդարում եք հանրային ռադիոյի բեմը եւ ոչ միայն։ Ողջունում եմ Թորնուհուս Ռուժիկին։ Արթնացել են, ԽՑԲ-ն արթնացել է, շատ հաճելի։ Այս պարագայում շատ կարևոր է, որպեսզի երեխաներին ոգեշնչեք, հարգելի ռադիոլսողներ, ձեր ջերմ խոսքերով, որովհետև նրանց ելույթը հենց ձեզ համար է եւ կարծես վստահ եմ, որ այս առավոտը մի տեսակ մեր բոլոր ռադիոլսողներին տարել է մանկության գիրկը։ Ամեն մեկը հիշում է իր մանկությունից հետաքրքիր դրվագներ ու մարդու տեսակն այնպիսին է, որ ինչքան էլ դժվարություններ ենք տեսել, միևնույն է ամենադժվար օրերին մենք ֆիքսում ենք միայն լավը, այն դրականը, որ ստացել ենք, որ հոգնում են երեխաները, ոնց եք իրենց խելքի բերում։ Չեն հոգնում, հա? Ինչ զարմացած նացիկի մոտ պարուսի, իրենք չեն հոգնում։ Հոգնում են, ոչ չեն հոգնում։ Իհարկե հոգնում են։ Հոգնում են, ուղղակի այստեղ մի հետաքրքիր պահ կա, պետք է մի փոքր իրենց լեզվով փորձես հետները զրուցել, մենք կարծես թե կարողանում ենք։ Բացի դրանից մենք ունենք շատ կարևոր մի քողարկված զենք, հա, դա լավ տրամադրությունն է։ Ահա, ես ուզում եի հասկանալ երեխաներին միշտ փոխանցել լավ տրամադրություն։ Դու մեզ էլ ես լավ տրամադրություն փոխանցում, վայ ջան, երբ գալիս է ընկեր Վահեն հանրային ռադիո, բոլորը ժպտում են։ Ահա, տեսնում եք, փաստորեն Ստացվում է։ ստացվում է։ Իսկ եթե ստացվում է, ուրեմն պիտի նաև շարունակեք նույն ձևով։ Հայկական ռադիոն 100 տարեկան է եւ այսօր այնպես է ստացվել, որ հանրային ռադիոյի համար այս տարին յուրատեսակ է, լավ առումով ծանրաբեռնված, պարտավորեցնող եւ ինչ որ առումով հագեցած, բազմաթիվ համերգներով եւ ես առավելապես շատ ուրախացա, երբ իմացա, որ մեր երաժշտական կոլեկտիվները մեկնելու են մարզեր համերգներով ելույթներ ունենալու։ Մենք էլ ենք գալու ոչ Արևիկի հետ, էլի Արևիկը իրանց հաղորդավարներն ունի, մեզ իրանց հետ չեն տանում։ Հա։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև մենք միշտ խոսում ենք, որ Երևանում է ամեն ինչ կենտրոնացած հնարավորությունները, մայրաքաղաքում շատ են, մարզերում քիչ։ Այս պարագայում փաստորեն Արևիկը հունիսի 2-ին եւ 9-ին ելույթ է ունենալու Սպիտակում Ստեփանավանում, ճիշտ է։ Այո, ինչպես եւ մնացած կոլեկտիվները, նաեւ մենք յուրաքանչյուր կոլեկտիվ ունենալու է 2 մենահամերգ մարզերում։ Մեզ բաժին է ընկել հունիսի 2-ը եւ 9-ը։ Հունիսի 2-ը Սպիտակում, հունիսի 9-ը Ստեփանավանում։ Էնպես որ հունիսի 2-ին հարգելի Սպիտակի բնակիչներ գնում եք ձեր մշակույթի տանն է, չէ՞ կարծեմ, մշակույթի տուն եւ դիմավորում արևիկցիներ են նրան գալու են, որպեսզի ձեր փոքրիկների համար հրաշք օր ապահովեն։ Աֆիշան կա, այնպես որ կարող եք գնալ, տեսնել ժամը, օրը եւ բացի դրանից շատ կարեւոր է, երբ այսպես ասեմ, երբ դու հանդես ես գալիս շրջաններում, հա, մարզերի բնակիչները շատ ավելի կարոտ են այդ ամենը։ Իհարկե, ու ավելի ջերմ հանդիսատես են։ Կենտրոնացված է, Երևանում է կենտրոնացված այդ ամբողջը, իսկ մարզերի բնակիչները շատ բաներից ուղակի զրկված են։ Կցանկանայի, որ ավելի շատ լինեին նման։ Կանչեք, հարգելի համայնքների ղեկավարներ, համայնքապետարանի ղեկավարներ, դիմեք, հրավիրեք, ես կարծում եմ, որ դա կարևոր գործ է եւ ոչ ոք չի մերժի։ Ոչ միայն համայնքի ղեկավարները կարող են կանչել, նաեւ կարող են համայնքի ղեկավարների հետ ձեռքի տված կանչել նաեւ դպրոցների տնօրենները, մշակույթի տների տնօրենները եւ այլն, շատ են։
էլի եմ ասում, Արևիկը այն կոլեկտիվն է, որ ունի շատ մեծ երկացանք եւ ցանկացած տեղ կարող է ելույթ ունենալ լրիվ առանձին։ Սկսած երկող այբուբենով, վերջացրած մանկական ուրախ երգերով, մյուզիկլներով, որ մեկն ասեմ։ Չմոռանանք, որ հարևիկցիները ուրախություն ու երջանիկ պահեր են ապարգևում հենց ձեր բալիկներին, իսկ ամեն ինչ շատ հենց նրանք կարիք ունեն։ Ինչ լսենք հաջորդի, որովհետև մենք կարող ենք այսպես երկար զրուցել անսպառ մեծիկների ժամանակն է։ Եկել է մեծիկների ժամանակը։ Ահա։ Ինչ ենք լսելու։ Ինչ ենք լսելու։ Շատ գեղեցիկ երգ է։ Գրմեք Ծաղկաձոր, հա։ Այո։ Ծաղկաձորից ինչի՞ չեք կանչում ես մարդկանց համերգին։ Տեղափոխվենք Ծաղկաձոր։ Գնացինք։ Երաժշտությունը Ալեքսանդր Աչեմյանի, խոսք Գարիկ Բանդուրյանի։ Ծաղկաձոր։ Կրկին ծափահարություններ, շնորհակալություն, գեղեցիկ կատարման համար եւ շարունակենք։ Ես խոստանում եմ, որ ավելի քիչ կզրուցենք, ավելի շատ կլսենք երգեր, բայց ուզում եմ մեր ԽԾԲ-ից կարդամ գրառում, մեր խնամի ծանոթ բարեկամն է գրել, մեր մշտական շատ սիրելի ռադիոլսող Սեդա Ղուշյանն է գրել, ողջույն արևավառ հոգիներին, մեծերին ու պստիկներին, շնորհակալություն առավոտ լուսով մեր ներսի փոքրիկին արթնացնելու եւ թռվռացնելու համար։ Հաճախ մեծ հնարավորություն տվեք մաքրվելու այս աստվածային տեզերական մաքրամաքուր էներգիայով կանաչ ճանապարհ ձեզ, ապագայի մեծ արևներ։ Շնորհակալություն ենք հայտնում շատ սիրելի Տիկին Ղուշյան, ջերմ խոսքերի համար, իսկապես սա շատ կարևոր է, երբ հանդիսատեսը ոչ միայն ծափահարություններով, այլև ջերմ խոսքերով է ողջունում եւ այսպես
ճանապարհը ավելի ջերմ դարձնում, հա։ Քանի որ ունենք քիչ ժամանակ եւ ես տեսնում եմ դեռ մենք 5-րդ երգին ենք հասել, եկեք հաջորդը լսենք, հատկապես որ փոքրիկներն արդեն տեղավորվել են։ Սիրով մեր շատ սիրելի Մարտին Սորակովիչի, Մարտին Վարդազարյանի երգն ենք լսելու, թզուկների երգը խոսք Սուրեն Մուրադյանի։ Թզուկների երգը մի քիչ տարօրինակ կլիներ, որ մեծիկները երգեն, այնպես որ փոքրիկները պիտի երգեն, բա ոնց։ Կրկին ծափահարություններ, շնորհակալություն։ Ահա, գնացինք իսկապես հրաշքների գիրք նկանք, թզուկների պես վազվզեցինք։ Եվ իհարկե շարունակում ենք հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրերն են հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլի ուսուցչական անձնակազմը եւ իհարկե սաները։ Եվ այսօր մենք փորձում ենք նախապես հունիս 1-յան գեղեցիկ տրամադրություն փոխանցել ձեզ, որովհետև հունիսի 1-ը երկուշաբթի է եւ երաժշտական առավոտ չկա, զուտ դրանով է պայմանավորված, որ այս տարի որոշեցինք նախապես անել այդ ամենը։ Եվ ստացվում է, որ խոսեցինք, որ երկու մեծ համերգ է տեղի ունենալու, ժամերը կարող ենք հիշել։ Ես կարող եմ իրականում ժամերն ասել մեր ռադիոլսողներին, որպեսզի դուք ասեք ժամերը, ես մնացածը հիմա մի վարքյան, որպեսզի հանկարծ սխալ ոչինչ չասեմ, տեղեկացնեմ հարգելի ռադիոլսողներ ձեզ, որ հունիսի 2-ին ժամը 18-ին Սպիտակի մշակույթի պալատում են ելույթ ունենալու արևիկցիները, իսկ արդեն հունիսի 9-ին ժամը 18-ին Ստեփանավանի մշակույթի կենտրոնում է լինելու ելույթը, այնպես որ մենք սպասում ենք ձեզ, թե Սպիտակի բնակիչներին, թե Ստեփանավանի բնակիչներին, որպեսզի գաք եւ մի գեղեցիկ ջերմ տոն ունենանք միասին։ Ստացվում է հունիսի 2-ն էլ հունիս 1-յան է ստացվելու որոշ չափով եւ այո, Սպիտակի մշակույթի տանը Արևիկը ելույթ կունենա ժամը 18-ին են փաստորեն համերգները, այնպես որ ժամն էլ հստակեցրեցինք, բոլոր տեղեկությունները տվեցինք։ Ավելացնելու բան կա այդ առումով, խնդրեմ։ Կուզեի այսպիսի մի ցանկություն ավելացնել, որպեսզի այս տարվա ընթացքում մեր սիրելի հանրային ռադիոյի, հայկական ռադիոյի 100-ամյակի հետ կապված միջոցառումները մի քիչ ավելի շատ լինեին։ Երանի չէր։ Հա, շատ լինեին եւ առհասարակ, ինձ թվում է ոչ միայն 100-ամյակի առիթով, այլ համերգները, որ շատ լինեն։ Վերջին շրջանում նկատում ենք, որ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում տարբեր հարթակներում եւ սա կարծես մի տեսակ ավելի ժպիտ է առաջացրել մարդկանց մոտ, սա շատ կարևոր է։ Եվ շատ կարևոր են նաև երբ անսամբլները, հա, խմբերը որևէ տեղ են մեկնում հյուրախաղերի։ Team building-ի նման մի տեսակ ուրիշ բան է ստացվում, բացի բեմում ելույթ ունենալը, այլ իրար հետ ժամանակը կիսելը, ճանապարհը կիսելը։ Խոսենք ճանապարհի մասին, ասում եմ, եթե դուք կարողացել եք իրար հետ ճանապարհ գնալ եւ ողջ եք, ուրեմն դուք դա հավերժ է։ Ճանապարհ կիսելն այդքան էլ հեշտ բան չի։ Ճանապարհ
Չեմ կարող ասել, որ ինչ որ դժվար բան կա։ Դժվարի մասին չի խոսք, այստեղ ավելի մտերմանալու, ավելի ուրիշ հարթության վրա գնալու։ 2 ժամ ճանապարհ են գնում, 3 ժամ իրանք անընդհատ իրար հետ ինչ որ զրուցում են կամ հեռախոսով խաղ են խաղում, դրանք էլ իրենց շատ մտերմացնում են, երգում են, պարում են, ինչ ոչ նաև ճանապարհը իրանց համար շատ լավ է։ Բա պատկերացնում եք ոչ թե 2 ժամ ճանապարհ գնան, այլ ասենք գնան 18 ժամ ճանապարհ։ Իմիջիայլոց իրենք գաղտնի երազում են ինքնաթիռով իրար հետ ճանապարհ գնալ։ Իսկ ինչի գաղտնի թող երազեն, մենք էլ ենք դրա մասին երազում։ Իսկ քանի որ մեզ լսում են ամբողջ աշխարհում, սիրելի Սփյուռքի մեր հայրենակիցներ, Արևիկ, կարող եք հրավիրել։ Լավ էր, ստացվեց։ Այո։ Այս սպոնտան էր, իրականում չէի պլանավորել։ Այ մի հետաքրքիր պահ ինձ հուշեցիք, ասեմ, որ մենք հունիսի 25-ին եւ 26-ին ունենք շատ կարեւոր։ Ես հասկացա, որ համերգի մասին է խոսքը, բժիշկների համաշխարհային սիմֆոնիկ նվագախումբ։ Սիմֆոնիկ նվագախումբը կազմված է աշխարհի տարբեր երկրների բժիշկներից, այո, նաև երաժիշտներ են, Ընդ որում ասեմ 2 թե 3, այ չեմ վախենում եմ սխալվել, 2 կամ 3 հոգի երաժիշտներից հայեր են, այո։ Կզարմանայի չլինեին։ Եվ բացի դրանից նաև մեր սոլիստ կան էլ, մեր մեներչուհին էլ է հայ, Էմա Բոշնաղյանը, ով այդ օրը ելույթ կունենա, եւ ես շատ ուրախ եմ եւ շատ երջանիկ եմ եւ ոչ միայն ես, մեր ամբողջ կոլեկտիվը, որ Հայաստանի մանկական կոլեկտիվներից իրենք ընտրել են Արևիկին։ Ես էլ եմ շատ ուրախ, սա պարտավորեցնող է շատ պարտավորեցնող, մանավանդ որ այս տարվա իրենք միշտ են բարեգործական համերգներ տալիս, իմիջիայլոց ասեմ։ Դա կարծես ավանդույթ լինի, նոր չի ստեղծվել այդ խումբը։ Այո, մոտավորապես 15 տարվա, եթե չեմ սխալվում, 15 տարվա պատմություն ունի սիմֆոնիկ նվագախումբը, ահռելի մեծ կազմ է, ասեմ։ Աշխարհի բժիշկներն են։ Շատ հետաքրքիր է։ Մոտավորապես 120 թե 130 հոգանոց կազմ է։ Այսինքն 130 բժիշկ գալու է Հայաստան։ Այո։ Տարբեր երկրներից։ Ելույթ ունենալու, ոչ թե վիրահատական միջամտություններ անելու համար։ Ելույթ ունենալու եւ այդ համերգներից կազմված հասույթը գնալու է Հայաստանի երեխաների առողջացմանը կապված հենց հատկապես շաքարի դիաբետով հիվանդ երեխաների 1000 երեխաների խնամքին։ Հիանալի նախագիծ է եւ կարծում եմ ամբողջ աշխարհին են այդպես օգնում այդ նախագծի միջոցով, դե փայլուն ելույթ եմ մաղթում նաեւ արևիկցիներին։ Ասեմ, շատ ելույթ են ունենալու։ Շատ հետաքրքիր։ Շատ է ներգրավվածությունը։ 3 երգ։ Դե բավական շատ է։ Ասեմ, որ գիտեք, եթե մի համերգում բացի սիմֆոնիկ նվագախմբից նաև մեզ հետ միասին, այսինքն մեզ հետ միասին նույն համերգում նաև մեր շատ հանրահայտ Սերգեյ Խաչատրյանն է ելույթ ունենալու։ Լավ։ Հա, արդեն պատկերացնեք, չէ, համերգի մակարդակի ինչ է լինելու։ Դե բնականաբար։ Գուցե շատերը երեխաներից չեն գիտակցում մասշտաբը, բայց ինձ թվում է հետո հետ հայաց կգցեն մի քիչ ավելի կմեծանան ու հետ կնայեն ու կհասկանան, թե ինչ բախտ է վիճակվել նրանց մեծամեծերի հետ ելույթ ունենալը։ Սա տալիս է հիանալի փորձառություն հետագայում կյանքում ավելի ճիշտ քայլեր անելու, ավելի ճիշտ ճանապարհ ընտրելու առումով։ Գուցե չեն զգում, բայց դա հաստատ իր արմատները, իր ամրությունը տալու է։ Եկեք հաջորդ կատարումը լսենք։ Սիրով։ Գնում ենք, թող քամին միայն խենթ լինի եւ հաճույք պատճառի, ոչ թե տհաճություն։ Իսկ հիմա մենք կլսենք հաճույք պատճառող քամու մասին երգ, չէ՞։ Այո, սիրով։ Երաժշտություն Արամ Սաթյանի, խոսք Կարո Վարդանյանի, խենթ քամի։ Գնացինք։ Շարաչու
Դե բավ է էլի ասեցինք, էլ ինչքան կարող ենք ասել, բավ է, շնորհակալ եմ, որ շնորհակալություն ժպիտի, ջերմ էներգետիկայի համար, իսկապես շատ հաճելի էր, ես մի բան ֆիքսեցի, անկեղծ ասած, ես ֆիքսեցի մի կարևոր բան հետաքրքիր, որ ես Արևիկի բոլոր երգերը գիտեմ, Իհարկե պիտի իմանաս։ բոլոր երգերը գիտեմ, Այսինքն 180 Չէ, երգերը։ այդքանը ինձ թվում է չգի, այդքան տաղանդավոր չեմ։ Բայց ֆիքսեցի, որ բոլոր երգերը երգում եմ երեխաների Ուրեմն հետ։ համեցիր Արևիկ։ Տնից մեկը բավարար է։ Իսկապես շատ հաճելի է, շնորհակալություն ես մանկության գիրկը տանելու համար։ Ես գիտեմ, որ միշտ հարցազրույցներում վայ դու ասում ես, որ շատ կարևոր է հստակ տալ երեխային այն երգը, որը իրեն հարմար է, այսինքն դառնացած կոտրված սրտերի մասին երեխաները չերքեն այս պարագայում։ Սրտամորմոք։ Ահա։ Բայց շատ կարևոր է նաև տարիքին համահունչ, համապատասխան բերել նաև կարևոր արժեքների մասին երգեր, դա կլինի հավատի, դա կլինի հայրենիքի, այս մասը ոնց է կանում, ավելի պատասխանատվությամբ մոտենալու պահով։ Մեսիջը կարևոր է, երբ բեմից երեխան իր անմեղ ձայնով եւ անմեղ բերանով մեսիջ է ուղարկում եւ այդ մեսիջը պիտի շատ նույն մշակված լինի եւ ճիշտ մշակված լինի, որպեսզի կոնկրետ թիրախավորվի։ Այսինքն երեխան ինչ է ուզում, ազատություն է ուզում, երեխան ուզում է խաղաղություն, երեխան ուզում է խաղալ, երեխան ուզում է լավ սովորել, երեխան սիրում է լավ սովորել, հա։ Եվ այլն։ Այսինքն ոչ թե այսօրվա կեղծ բաներով առաջնորդվել, հա, ինչ որ տեխնոլոգիական ինչ որ չգիտեմ ինչերով։ Դե դրանք անխուսափելի են, բայց թող այն մյուսն էլ լինի, էլի զուգահեռ, ինչքան հնարավոր է։ Ի վերջո մարդը հասարակական էակ է եւ պետք է փոքր հասակից այդ հասարակության հետ շփվելու բանալիները, բանաձևերը տաս երեխային։ Սոցիումում, որպեսզի կարողանա հեշտ ադապտացվել։ Ես կուզեի խոսեինք նաև երգերի ընտրության մասին, որովհետև հաճախ մենք լսում ենք, որ վայ, լավ երգեր չկան, ամբողջը տխուր է, լացուկոց եւ այլն։ Կուզեի խոսենք նաև մանկական երգերի հայթայթման եւ ժամանակակից կոմպոզիտորների հետ աշխատանքի մասին։ Մեծ թվով մանկական երգեր են գալիս մեզ մոտ եւ անվանի կոմպոզիտորների կողմից նոր երգերի մասին է խոսքը։ Այո, հասկացա։ Եվ նաեւ երգահանների կողմից են գալիս, ովքեր որ պրոֆեսիոնալ չեն, բայց շատ լավ երգեր են գրում։ Շատ հետաքրքիր։ Իհարկե։ Եվ իսկ ինչու ոչ, մենք նայում ենք, դիտարկում ենք, լսում ենք, շատ անգամ ծանր թեթև ենք անում մի փոքր ժամանակ պահանջելով կոմպոզիտորից կամ երգահանից, որպեսզի մի քիչ մարսենք այս կամ այն նյութը եւ հասկանանք, տեսնենք դա երեխաների համար է, թե համար չէ, որտեղ շատ կարեւոր է։ Երեխան ինչպես կընկալի դա, իր պրիզմայի միջով ինչպես կանցկացնի եւ ինչ ձևով ինքը կկարողանա դա բեմից ներկայացնել, դա էլ շատ կարևոր է, որովհետև շատ անգամ կարող է երգը շատ լավը լինել, բայց չստացվի երեխայի երեխաներին։ հոգուն չկպնի, հա, չկարողանա այդ բանը ապահովել իրեն։ Ես որքան հասկանում եմ, մեր հաջորդ երգն էլ է պրեմիերա։ Այո։ Եվ հեղինակը մեր շատ սիրելի Գայանե Աղայանն է։ Ես Գայանեին նաև կանվանեմ մեր շատ սիրելի ռադիոլսող մշտական, որովհետև մշտապես հետևում եմ մեր եթերներին։ Կպատմեք այս պրեմիերայի մասին, այնքան սիրուն վերնագիր ունի։ Մանկական աղոթք։ Յուրահատուկ։ Ուրիշ տեղ այ կուզեի դրա մասին խոսեինք։ Գայանեն ինչպես միշտ ինքը երգերի գեներատոր է, հա, այսպես կարող եմ ասել, եւ անընդհատ ինքը երգեր էր ուղարկում, այս երգը, այն երգը, ես լսում եմ, ասում եմ Գայանեն ջան, լավն են, բոլորը լավն են, ուղղակի շատ բաներ Արևիկի համար չեն։ Սա Արևիկի համար չէ, սա լավն է, սա կարող ենք դե այստեղ ասենք երգեր կան, որ մենք էլի երգում ենք իր երգերից։ Մանկական մոլորակ, մանկության մոլորակն ենք երգում եւ այլ ու այս երգը երբ որ ինքը ուղարկեց, ես ասացի Գայանե շատ լավն է, նորմալ է, ուղղակի ես կուզեմ աղոթքը ոչ միայն լինի մեջտեղում որպես այդպեսի, նաեւ ինքը
ռիթմիկայի մեջ դրված լինի, հա, ռիթմիկ։ Մի րոպե ռիթմիկ է երգը։ Երգը ռիթմիկ է։ Ինչ հետաքրքիր է, եկեք լսենք, էլի։ Բացի դրանից, ասեմ շատ հետաքրքիր բան, իմ շատ լավ ընկեր ով հոգևորական է նաև, ես իրենից խնդրեցի, որ ինքը ուղարկի ինձ հենց մանկական աղոթք։ Հասկացա։ Հենց ոչ թե ուղակի աղոթք, Այո, այլ հասկացա։ հենց մանկական աղոթք եւ մենք այսօր ունենք այնինչ ունենք, այսինքն ունենք Գայանե Աղայանի խոսքով եւ երաժշտությամբ երգը եւ իհարկե մանկական աղոթքը այսօր կլսենք։ Խնդրեմ։ Գնացինք։ Իմաստություն հոր, Հիսուս, տուն ինձ իմաստություն, զբարիս, խորհել և խոսել և գործել առաջին քո ամենայն ժամ, իչար խորթոց, ի բանից և ի գործոց փրկյա զիս, և ողորմյա քո արարածոց և զիս, բազմամեղիս, ամեն։ Ծափահարություններ են կրկին հնչում, շնորհակալություն, շատ հետաքրքիր մոտեցում էր, իսկապես շատ եւ շատ մանկական, շատ գեղեցիկ, շատ մաքուր, սա եւս շատ կարեւոր է։ Մենք ունենք ընդամենը 12 րոպե ժամանակ, բայց փոխարեն ունենք բազմաթիվ երգեր, որոնք դեռ չերկված են։ Պարոն Հայրապետյան, ինչ ենք անում, հերթականությամբ ենք գնում, թե դուք եք ընտրում, փոխում ենք, թե հերթականությամբ ասեմ, որ ընկերոջ անունը մոռացա, պիտի ասեմ, Աքսել Բաղումյանն է ինձ տվել այդ մանկական աղոթքը եւ անպայման կուզեի հնչեցնել այդ անունը։ Շնորհակալություն ենք հայտնում։ Դե անցնենք առաջ, Աստղերի երգ։ Երաժշտությունը Ռոբերտ Պետրոսյանի, Արևիկի առաջին գեղարվեստական ղեկավարի, խոսք Նասեր Միքայելյանի։ Գնացինք։
Կրկին ծափահարություններ, շնորհակալություն եւ իհարկե մեզ մնաց ընդամենը 7 րոպե։ Իմիջիայլոց ասեմ այս երգը Էլի գիտեի անգիր Հա, ասեմ։ մեր Նորայ Սարգսյանն է շատ լավ գիտի, որովհետև ինքն էլ է նվագել Չնայած ռեժիսորի Արևիկում, մասին է խոսքը։ այ հենց այս երգն էլ նվագել է։ Այդքան հին է այս երգը, աստվածներ։ Ինչ հետաքրքիր է, չէ, որ երգեր կան, որոնք ժամանակ չունեն։ Այո։ Եվ իրենց ակտուալությունը, ռիթմի տեսանկյունից պահանջվածությունը միշտ կա։ Կարծես այսօր է, չի Հա, գրվել։ հա, ես մտքովս չեր անցնի, որ այդքան տարիներ 88 թվի երգ է։ նորայրի սպիտակ մազերն եմ նայում, հասկանում եմ, որ բավական։ Հաջորդիվ ինչ լսենք, Գնանք առաջ, Գարունը Թայերեն է գալիս։ Իմ սիրելի երգերից է միջալուծեց երգը։ Մի տեսակ շատ երգեցիկ ու եթերային երգ է։ Դե, թող լինի։ Թող լինի։ Խոսք Համոսայանի երաժշտությունը Վահե Հայրապետյանի, ես կասեմ դա։ Արա Գարունը Թայերեն է գալիս, ձյուները Թայերեն են լալիս, Հայերեն են հորդում ջրերը, հավքերդ երգում են հայերեն, խորթերդ երգում են հայերեն, հայերեն են տոկում դրերը, արևը Թայերեն է ծագում, ծառերը Թայերեն են ծաղկում, հայերեն են պայթում բարերը, ուրները ծլում են հայերեն, ձեռքերը կրում են հայերեն, հայերեն են լրում Զորերը Թայերեն են շնչում, զոհերը Թայերեն են ննջում, հայերեն են տանջում ցավերը, որքան է ձերից գնացել, դու էլի հային ես մնացել, հայերեն են հանում սարերը, արևը Թայերեն է ծագում, սարերը Թայերեն են ծաղկում, հայերեն են պայթում բարերը, ուրները ծլում են հայերեն, ձեռքերը կրում են հայերեն, հայերեն են լրում ծառերը, թողածված եղածը պահի, և հետո իջել պատահի, Թայերեն է լալու, Գարունը Թայերեն է գալու, հայերեն է գալու տարերը, արևը Թայերեն է ծագում, ծառերը Թայերեն են ծաղկում, հայերեն են պայթում բարերը, ուրները ծլում են հայերեն, ձեռքերը կրում են հայերեն, հայերեն են լրում Գարունը Թայերեն է գալիս, ձյուները Թայերեն են լալիս, հավքերդ երգում են հայերեն, խոփերդ երգում են հայերեն, ծորերը Թայերեն են շնչում, զոհերը Թայերեն են ննջում, որքան են ձեռից գնացել, դու էլի հային ես մնացել Առանձնահատուկ շնորհակալություն բոլորիդ, նաև շնորհակալություն այս
Հիանալի երգը ներկայացնելու համար Գարիկ Գասպարյանն ասում է. Սիրելի արևիկցիներ, դուք մեծ էներգիա փոխանցեցիք մեզ օրվա դրական կողմն ապահովելով, ձեզ հաջողություններ ենք մաղթում։ Նազենիչ Օրեքչյանը չքնաղ առավոտ է ասում, այո, իսկապես առավոտը չքնաղ էր, ցավոք մեր ժամանակն անսպար չէ եւ մենք կեզրափակենք երգով, մեկ երգի հնարավորություն ունենք, բայց Փառք Աստծո գրեթե հասցրեցինք մեկ երգ դուրս կմնա այս անգամ։ Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ձեզ երեքիդ եւ իհարկե Քրիստինային եւս միշտ կադրից դուրս մեծ նվիրումով աշխատում է։ Շնորհակալություն նրանց հնարավորություն տալու, այս տաղանդավոր երեխաներին հնարավորություն տալու, բեմերում փայլելու, լավ ելույթ ունենալու համար, որովհետև այդ տաժանակիր աշխատանքը, որ միշտ մնում է կուլիսներում, գիտեն միայն այն մարդիկ, ովքեր տեսնում են կամ առնչվում են այդ աշխատանքի հետ։ Հանդիսատեսը որպես այդպիսին վայելում է ուղակի ամիսներով կատարած աշխատանքի արդյունքը եւ ձեզ միայն շռայլում է ջերմ սրտանց ծափահարություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, հարգելի ռադիոլսողներ, այսօր կարծես հունիս 1-յան լիներ մեր առավոտը եւ ջերմացրեցին, մաքրեցին, տարան մեզ մեր մանկության գիրկը, ավելի գեղեցկացրեցին մեր առավոտը Արևիկ մանկապատանեկան անսամբլի տաղանդավոր երեխաները եւ իհարկե անձնակազմը գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան, ես Լուսինե Մուրադյանն եմ, սիրով աշխատեցի ձեզ համար առավոտյան, շաբաթ առավոտյան եւ լիահույս եմ, որ հանգստյան օրերը կլինեն հիանալի։ Վերջին երգը, որն ենք լսելու, որով կեզրափակենք։ Իմ Հայաստանի երաժշտությունը Արտեմի Այվազյանի, խոսք Հովհաննես Ղուկասյանի։ Ցտեսություն։